Ողջույն 24-ի եթերում հետագիծ Նևես Նարեկ Գալստյան, այս պայն ես հյուրընկալել եմ քաղաքագետ Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարին, Հրանտ ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մեծիո, ծննդյան տարեդարձությունը չէի կարող մերժել։ Իդեպ շնորհավորում եմ սրտանց։ Շնորհակալ եմ, հակառակ պարագայում ենթադրում եմ, որ կմերժեիր, հա։ Ասում տոն, հա, կամ ինչպես ասում են, տոնը չփչացնելու համար այնուամենայնիվ պետք է հիշենք վաղարշապատում տեղի ունեցող process-ներ, ընտրությունները եւ դրա հետևանքները եւ ընդհանրապես որոշների համար դա էլ է տոն։ Եվ ընդհանրապես դա համապետական մոդելի կիրառելու տրամաբանություն։ Տես ինչ եմ ուզում ես, երկու զուգահեռներ կա, Գյումրիի օրինակը, վաղարշապատի օրինակը։ Գյումրիի օրինակում ընդդիմությունը ողջևորվեց, ասեց այ տեսեք, որ մենք գնանք մի քանի էշելոններով, այդ էշելոնները կարողանան հետո վերջում միանալ, ապա ԿՊ-ին կարողանան իշխանազրկել, ինչ տեղ ունեցավ, հա, իրականում։ Վաղարշապատի օրինակով ցույց տրվեց, որ այնուամենայնիվ չնայած քաղաքում ընդդիմադիր հիմնական ֆավորիտ տեխնացու մեծ թվով ձայներ վերցրեց, բայց գյուղական համայնքներում այնուամենայնիվ խնդրեմ էր դա, որտեղ աշխատում է տեխնացուի, հակառակ կողմից տեխնացուի անհատական, այսպես գերդաստանային համակարգը, մյուսը եւ այլն եւ այլն։ Հիմա ամբողջ քաղաքական համակարգը այնուամենայնիվ տրամադրվել է 26 թվականի ընտրություններին։ Ըստ քեզ մենք այսինքն ընդդիմադիր հատվածը ինչպեսի դասեր պետք է քաղի այս երկու process-ներից, այս երկու մոդելներից։ Իրականում լավ հարց է, որովհետև իսկապես բավական հետազոտելու, հասկանալու տրամաբանությունը բավական հարուստ նյութ կա այդ ամենի տեսակետից։ Ես ինչու՞ այսինքն մեկ տարբերություն եմ տեսել Գյումրու եւ Վաղարշապատի միջև, չհաշված որ այնտեղ կար նաեւ գյուղական համայնք եւ ըստ էության տեխնացուները, ոչ իշխանական տեխնացուները իրենք ոնց որ քաղաքի մեջ ավելի հեղինակություն վայելող են, ավելի ճանաչված են եւ այլն, եւ գյուղական համայնքներում այդ խնդիրը իսկապես ունեն, բայց դա տեխնիկական խնդիր էր։ Առավել կարևոր այն է, որ ի տարբերություն Գյումրու Վաղարշապատը չդարձավ քաղաքական ընտրություն։ Գյումրում այդ քաղաքական գործոնը իսկապես մեծ էր։ Այնտեղ դա օբյեկտիվ էր, թե ընդդիմությունը ինքը բարձրացրեց ստավկաները։ Ընդդիմությունը այն ժամանակ ինքը բարձրացրեց ստավկաները, չգիտեմ որքանով հաշվարկված, որքանով պատահաբար այդպես ստացվեց եւ այլն, բայց մի բան որ հստակ կարող եմ ասել, որ իշխանությունը Գյումրուց հետևություններ արել էր։ Դրանք հասկացել են, որ եթե քաղաքականացվում է process-ը, իրենք այդտեղ թույլ են։ Հետևաբար իշխանությունը ամեն ինչ արեց, որպեսզի Վաղարշապատի այդ process-ները չքաղաքականացվեն։ Մնան այսպես կենցաղային մակարդակին, դե աղբ հանելու, չգիտեմ, փողոցի լուսավորության, ասֆալտի եւ այլնի հարց առաջ բերեցին, զուգահեռաբար ամեն ինչ անելով, որպեսզի հանրության ուշադրությունը, այդ թվում նաեւ Վաղարշապատցիների ուշադրությունը այդ ընտրություններից շեղվի։ Այդ հովանավանքի շոուները, ընտրություններից 2 օր մնացած իմնեմնիմի տղաների ձերբակալությունները, հոգեվորականների դեմ արշավներ, անընդհատ սկանդալներ, այսինքն ամեն ինչ արեցին, որպեսզի մարդիկ զբաղված լինեն այլ թեմաներով։ Եվ ընդդիմությունը այստեղ խաբվեց։ Ընդդիմությունը սկսեց Վաղարշապատում խաղալ այն օրակարգերով եւ առաջնորդել այն օրակարգերով, որոնք ձեռնտու էին, ցավոք սրտի ձեռնտու էին իշխանություններին, այսինքն նորից գնում էին, ասում են, գիտեք, ձեզ համար աշխատատեղ կստեղծենք, չգիտեմ, գյուղմթերքի, գյուղական արտադրանքը մթերելու հնարավորություններ կստեղծենք, մուտքերը կառուցապատենք, չգիտեմ, տանիքները վերանորոգենք եւ այլն։ Բայց դա այդ միասին, տես այդ կարծիքները բաժանվում են բավական, ասենք օրինակ թիմ ընտրությունների մասնակցած բավական այսպես հայտնի մարդիկ օրինակ ասում են, որ երբ որ դու գնում ես Էջմիածնում կամ հիմա այս բարակայում Վաղարշապատի մասին է խոսքը։ Երբ որ դու գնում ես Վաղարշապատում մարդկանց ասում ես, այ եթե դու ձայն տվեցիր ԿՊ-ին, դու ձայն ես տալիս Էջմիածնի ասպատակմանը, Մայրաթորի ասպատակմանը, հոգևոր կենտրոնի վերացմանը, մյուսին եւ այլն, ասում այդտեղ այդ գոլը դու չես կարողանում խփել, որովհետեւ այնուամենայնիվ մարդը մտածում է առաջին հերթին իր ասֆալտի, իր կենցաղի, մյուսի մասին ու պետք չի այդ ամբողջ համապետական խնդիրները բերել պրոյեկտել այդ բնակիչների վրա, էլի։ Այստեղ երկրորդ բանը կար, խնդիրը կար, որ նույն քաղաքացիները մտածում են, դե ասֆալտ ով է լինի կանի։ Հետ շուտ չէ ընտրություններից առաջ մի քանի փողոց, հաջորդ ընտրություններից առաջ այդ մի քանի փողոցը կասֆալտ են, ինչպես որ հիմա եղավ։ Հա կամ հետ շուտ չէ ընտրություններից առաջ ինչ որ մի հարցեր կլուծեն։ Այսինքն այս տեսակետից քաղաքացու համար ընտրության թեմա չկա։ Սա էլ է ասֆալտանում, նա էլ է անելու ու այդպես միևնույն է շարունակվելու են։ Այսինքն մարդիկ գիտեն, որ այդ ասֆալտը ինքը ընտրական գործիք է, որը միշտ բոլորը օգտագործում են։ Հետևաբար եթե բան չէր փոխվելու, դե նա անում են, էլի։
սրանք այդ ասֆալտը անում են, այդ տրամաբանությամբ են մարդիկ առաջնորդվել։ Ես չեմ ասում, որ թիմ ընտրությունների ժամանակ պետք է գնալ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել եւ այլն, բայց կարևոր խնդիրներ կան, որոնք իսկապես դրանք մարդիկ ուշադրություն են դարձնում։ Իսկ միգուցե տեսեք, հիմա օրինակ մենք ինչ ունենք, մենք ունենք հաղթանակ դաշիկ Սևակ Խաչատրյանը, որը 30%-ի չափ մոտավորապես վերցրել է, ունենք Մայր Հայաստանը, որը երկու այսպես չգիտեմ, չեմ հիշում նախքին թե ներկա, բայց համայնքապետերի, այսինքն ուժեղ տեխնացուների շնորհիվ գյուղական համայնքներում ծան վերցրեց եւ փաստորեն այնտեղ ոչ իշխանական մնացել էր եւս 3 ուժ, հա, միգուցե նաև ընդդիմության սխալներից մեկն էլ այն էր հավաքական առումով, որ ուժեղ տեխնացուներ չառաջադրվեցին կամ այդ տեխնացուները չգնահատեցին սեփական հնարավորությունները ու չմիավորվեցին, որովհետև եթե օրինակ Սևակ Խաչատրյանից գոնե, չգիտեմ, մի 20% հնարավորություն ունեցող մեկն էլ առաջադրվեր, ապա քվեարկությամբ Գյումրիի պատկերը կունենային։ Չէ, այստեղ զուտ մաթեմատիկական գումարելիները հարց չեն լուծում, որովհետև չի բացառվում, որ լիներ ընդդիմադիր երկրորդ ուժեղ կենտրոնը, այդ ժամանակ Սևակ Խաչատրյանը ոչ թե 30% ստանար, այլ 20% ստանար։ Իր հաշվին։ Հա, իր հաշվին, այսինքն նույն ընդդիմադիր ձայները տանեն եւ որպես կանոն այդպես է լինում է։ Այստեղ հարցը ուրիշ տեղ է։ Նույնիսկ տեսեք, ասում են, օրինակ Հայրենի կուսակցությունը չանցավ, Խաչատրյանը Մայր Հայաստան անցավ, բայց եթե թվերին ես նայում, ընդամենը մեկ գյուղի ձայներն էին վճռում, այսինքն 300-400 ձայնը կոնկրետ տոկոս են փոխել։ Հետևաբար ես այստեղ չի ասի, որ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղեր, այնտեղ եղել են առաջի եւ երկրորդ տեղեր զբաղեցրած տեխնացուները, մնացածը բոլորը ձախողել են։ Հիմա մեկի բախտը մի քիչ բերել եմ, ասենք Մայր Հայաստանը, ընդորում դա հենց բախտ որտեղ մնացած տեղերով որ նայում ես, բոլոր նույն թվերն են ստացել։ Մի գյուղի շնորհիվ, կարծեմ թե երկու գյուղի շնորհիվ Մայր Հայաստանը ֆենոմենալ է ազատ դեմոկրատիայի տեխնացուն, որը ոչ այսպես քաղաքականապես բայց նորից ասում եմ, որ ըստ էության բոլորը ձախողվել են, հաջողել է միայն իշխանական թիմը, ընդ որում բավական խելոք տեխնոլոգիաներ են կիրառել, այսինքն այդ չքաղաքականացնել ընտրության 1, երկրորդը Սևակ Խաչատրյանը, Արգիշտի Մեխակյանը ինքը իրեն ամենքեւ դիստանցավորում էր Նիկոլ Փաշինյանից։ Անդա օրակարգերը չէր քննարկում, Փաշինյանը նույնիսկ վարչապետ չգնաց եւ այլն, այսինքն տեխնոլոգիա իրենք հասկացել են իրենց խնդրեմը որտեղ է, այդ խնդիրները, հա, դա է խնդրեմը։ Սա իրականում շատ հետաքրքիր բան է, տեսեք, ես դրա մասին արդեն առիթ ունեցել եմ ասելու, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել։ Իշխող կուսակցության մեջ տրամաբանություն է փոխվել։ Եթե նախկինում բոլորը ուսապարկ էին եւ Փաշինյանի հեղինակության վրա էին կարողանում այստեղ կամ այնտեղ ընտրություններ շահել, հիմա փոխվել է, այսինքն մնացել է Սարիկների եւ Արգիշների հույսին։ Արդեն տեղում որոշակի հարգանք ունեցող մարդկանց, այո, տեղում, որովհետեւ քաղաքական տեսակետից Փաշինյանն իսկապես շատ մեծ կորուստ է ունեցել եւ վարկանիշի եւ հեղինակության եւ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տրամաբանությամբ փաստորեն համապետական ընտրություն, եթե տենց ենք տրամաբանում, համապետական ընտրություններին Փաշինյանը չի կարողանալու հրաժարվել այլևս։ Այդ պարագայում ինքը ուզի կամ չուզի լինելու է առաջին համարը եւ իր վրա է վերցնելու ամբողջ ընտրաշարը, որը եթե կներեք ձեր տրամաբանությամբ ենք առաջնորդում, տոքսիկ ազդեցություն պետք է ունենա ընտրական process-ի վրա։ Այո, բայց իշխանությունը այս ամեն ինչը հաշվարկել է։ Տեսեք, երկու կարևոր բան եմ ուզում ասել, որպեսզի նաեւ ընդդիմադիր գործընկերները այդ հանգամանքներն ուշադրություն դարձնեն։ Նախ եւ առաջ ոչ մի հաջորդ ընտրություն նման չի լինելու նախորդին։ Ինչպես որ վարչապետը նման չէր Գյումրում, հա, տարբեր տրամաբանություններ մեր աշխատել, նույնը չի լինելու նաեւ համապետական ընտրությունների ժամանակ։ Իշխանությունը սա շատ լավ գիտի, հրաշալի գիտի, Փաշինյանը եւ իր ռեյտինգի անկումը լավ գիտի եւ իր հանդեպ կուտակված նեգատիվի քանակը շատ լավ գիտի եւ այլն, բայց ինքը դրանք փորձելու է հավասարակշռել բազմաթիվ այլ գործոններով։ Հա, գործոն համար 1, պայմանական ասած, խաղաղության օրակարգ, որը ինքը անընդհատ խաղարկում է եւ ավելի քան համոզված եմ, որ ընտրություններից առաջ իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերները նոր նվերներ են մատուցելու, որպեսզի այդ գործոնը, որը իսկապես էական է մարդկանց տրամադրությունների վրա ազդում է, ինքը ունենա իր ազդեցությունը։ Արտաքին աջակցություն էլի է լինելու Եվրոպաներից, Միացյալ Նահանգներից եւ այլն, որպեսզի մարդիկ հասկանան, որ այս տեխնացուի հաղթանակի պարագայում ինչ որ լավ բաներ են մեզ սպասում։ Խոստումներ համենայն դեպս միանշանակ կլինեն։ Կա այստեղ զուտ մեր պետության եւ բարեկեցության եւ անվտանգության հաշվին հավաքող ռեյտինգ, հա, օրինակ, բանը ժամկետային զինծառայության
ժամկետի կրճատումը 2 տարուց դարձնել 1.5 տարի, հա, որը էլի շատ մարդիկ կուզենան, որ դե երեխաների գնալու են, չէ՞, բանա, կուզենան, որ 1.5 տարի գնացեն լավ ջանդամ, սրա համար ձայն տան։ Նմանատիպ շատ գործոններ, գումարած դրան վարչական ռեսուրսը, գումարած դրան այն հետապնդումները եւ իրական այլընտրանքի ընդդիմադիր գործիչների հնարավորությունների սահմանափակումը, որը արվում է արդեն շատ վաղուց։ Նկատի ունեմ իշխանությունները վաղուց են պատրաստվում այդ ընտրություններին եւ հիմնական գործիքներից մեկն էլ նեգատիվը հավասարակշռելու հիմնական մրցակիցների հնարավորությունները չեզոքացնելն է։ Եթե ուշադիր նայեք ընդդիմության առաջնորդները, բոլոր նրանք ովքեր կարող են հավակնել իշխանություն ձևավորելու, կամ կալանավորված են, կամ դատապարտված են, դատապարտվում են դատական ընթացքների մեջ են եւ այլն։ Եվ նույնը արվում է տեղերում։ Իսկ այն մարդիկ, ովքեր կարող են ձայն հավաքել, աշխատել եւ այլն, բոլորի վրա քրեական գործեր են կարվում։ Ինչպես դա արվեց վաղաշաբաթում նույն Սևակ Խաչատրյանի թիմակիցների դեմ։ Վստահ եմ, այդ քրեական գործերը պահելու են եւ ակտիվացնելու են հաջորդ ընտրական փուլի ժամանակ։ Այսինքն ընտրության առջև են կանգնելու, կամ շարունակում եք աջակցել ընդդիմությանը եւ գնում եք դատվում եք, կամ գնացեք ձեր գործերով եւ այս քրեական գործերը դեռ արխիվում կմնան։ Վերջի շրջանում ակնհայտ է դառնում, որ իշխանական ռեպրեսիվ մեքենան գնալով ավելի ագրեսիվ է սկսում գործել, հա։ Մենք ունենք փաստորեն թե անտիֆեյքի տղաների հետ կապված դեպքը, թե դրանից առաջ այս հայտի կալանավորումները մինչ մենք խոսում ենք անշուշտ ձայնագրություն է սա եւ ավելի ուշ երեկոյան եթեր գնալու ընթանում է Բագրատ arczepiskopos Գալստյանի եւ իր 18 կողմնակիցների դատ Միքայել arczepiskopos Աջապահյան, Բարերար Սամվել Կարապետյան ու այսպես կարելի է շարունակել, հա, թվով մոտավորապես 40 հոգի մարդ այսպես գտնվում է կալանքի մեջ։ Սա մի կողմից է։ Երկրորդ կողմից էլ այլևս իշխանությունը նաև սկսում է հանրային այսպես հեղինազրկման փորձերը բոլոր այն խոսափողների եւ իմաստնավորի լրատվամիջոցների հետ կապված, որոնք իրենց պաշտոնական կարծիքից տարբեր կարծիքներ են արտահայտում, օրինակ Սատիկ Սեյանի հետ կապված 160 ժամի վերջին 3 օրը այդ ագրեսիվ քարոզարշավը տեղի ունենում։ Այս ամեն ինչը իրականություն է, բայց դրա հետ միասին այս ամեն ինչի շուրջ կա որպես կանոն արևմտյան ակնկալիքներ ունեցող, որտեղ որ լրատվամիջոցների են լրացնում, լրագրողների են կալանավորում, չգիտեմ, քաղաքաբանտարկյաններ կան երկրում, որպես կանոն արևմուտքն է այդ արբիտրի դերը պատմականորեն ստանձնել եւ ինքն է ասում, սա չի կարելի անել, մարդ չի կարելի ուտել եւ այլն եւ այլն։ Այստեղ կա արևմուտքի լուռ աջակցությունը, ինչ որտեղ անգամ խրախուսումը, մենք հիշում ենք օրինակ հունիսին 24 թվականի ամերիկյան դեսպանության հայտարարությունը, որտեղ գրեթե խրախուսում էր ոստիկանական գործողությունները։ Տպավորությունը այնպեսին է, որ ընդդիմությունն էլ իր մեջ լինելով բաժան եւ այլն, կարծես թե մենակ է մնացել այս ամբողջ մարտահրավերների եւ իրողությունների դեմ ու ինքն էլ է պարփակվել ու վախենում է ավելի այսպես ակտիվ եւ ավելի համարձակ գործողություններից։ Գիտեք, այո, կա դա, այսինքն շատ երկար ժամանակ ինչ որ աջակցություն կամ օգնություն էր սպասվում դրսից, զարմանում ենք, որ Ամերիկայի դեսպանատունը ձայն չի անում, կամ չգիտեմ, եվրոպական կառույցները ձայն չեն անում եւ այլն, բայց իրականությունն այն է, որ նրանք ձայն են հանում այն ժամանակ, երբ որ process-ները գնում են ոչ իրենց հետաքրքիր ընթացքով, հա, ոչ թե որոնք չեն բխում հենց արևմուտքի շահերից։ Այս պարագայում արևմուտքը ոչ թե դատավորի դերում է հանդես գալիս, այլ կոնկրետ պատվիրատուի։ Եւ իշխանություններն չեն թաքցնում դա։ Նույն ազգային ժողովի նախագահի վերջի այդ հայտնի ոդքասթում հարցազրույցի ժամանակ ասում էր, չէ, մեզնից գոհ են բոլորը մեզ լավ են վերաբերվում, այսինքն ակնհայտ է, որ այդ քննադատությունը եւ այլն չի լինելու, ակնհայտ է, որ Փաշինյանն ունի այդ կարտ բլանշը գործելու թե ընդդիմության դեմ ուզի ձերբակալի, ինչի համար ուզի ձերբակալի եւ թե լրատվամիջոցների դեմ։ Եվ ես վերջերս ցավոք սրտի չի ասի թե չարագուշակ կանխատեսում արեց, որտեղ ակնհայտ է, որ հաջորդ իրախը լրատվամիջոցներն են լինելու։ Ինչու է ակնհայտ, որտեղ իրենց տոնը փչացնողը, այս իշխանությունների տոնը փչացնողը վերջին շրջանում այո լրատվամիջոցներն էին։ Հովանավանքի հետ իրենց այդ կեղծ քարոզչությունն էլ լրատվամիջոցները բացահայտեցին, այսպես ասած, ջուրը գցեցին սաղ այդ ջանքերը, տարբեր իրենց բացթողումները եւ այլն, սաղ ջրի երես են անում մամուլը։ Պարզ է, որ սկսելու է լրատվամիջոցների դեմ աշխատել։
եւ Սաթիկ Սեյրանյանի օրինակը, Իմնեմի տղաների օրինակը, մեր ձայնագրության պայն մեկ այլ դատավարություն էլ է գնում հրապարակ թերթի դեմ, Նիկոլ Փաշինյանի հայցը եւ այլն, այսինքն արդեն 1-2 դեպքի մասին չէ, արդեն massայական դեպքերի մասին են խոսում եւ դա էլ է տեղավորվում իմ նախորդ ասած այ մտքի շրջանակում, որ իրենք նախապես պատրաստվում են ընտրություններում հաղթելու եւ հաղթանակը այս դեպքում ճակերտների մեջ պետք է դնենք, որովհետեւ դա արդեն ընտրություն չի, դա արդեն բռնապետության հաստատված բռնապետության հերթական դրսևորումներից մեկը պիտի լինի։ Ես ուզում եմ մենք միասին փորձենք ֆիքսել թե որտեղից սկսվեց ստարտը, իմ կարծիքով միգուցե դուք համաձայն չեք, քննարկենք։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթով սկսվեց ստարտը, որտեղ նա դիմելով եվրոպացի պաշտոնյաներին ասաց, որ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ուժեղ լինի, Հայաստանի ժողովրդավարության դեմ կա հիբրիդային պատերազմ եւ գոհունակությամբ նշեց մոլդովական օրինակը, ռուսերեն ասում «так можно было», հա, այսինքն պես կարելի էր, եթե Մոլդովայում կարելի է, մեր մոտ էլ է կարելի, իսկ մենք հիշում ենք, չէ, Մոլդովայում ինչ տեղ ունեցավ, թե լրատվամիջոցներ փակվեցին, թե կուսակցություններ արգելվեցին, ընտրական չեղարկում ամբողջ Ռումինիայում եւ այո հետ բերեցին ընտրական բանը, այսինքն արդեն ակնհայտ է մոտավորապես դառնում, թե ինչպիսի ուղղություններով է իշխանությունը աշխատելու, որպեսզի բուն ընտրական օրը իր հիմնական մրցակիցները, այսպես ասենք, չեզոքացվեն։ Տեսեք, ինքը ունի հեշտ հնարավորություն այդ ամեն ինչը ճակերտավոր ասած թանկ ծախելու արևմուտքին։ Գալիս է, ասում է, որ այ գիտեք, դա ռուսական լրատվամիջոցներն են Ռուսաստանից բացարձակ սուտ է, բայց արևմուտքը եւ Եվրոպան պատրաստ են այդ սուտը լսել այնքան ժամանակ, քանի դեռ դա իրենց համար խնդիր չէ։ Եկեք այստեղ անկեղծ խոսենք, ընդդիմությունը իր թերացումներով թույլ է տվել, որպեսզի նրանք նման վերաբերմունք դրսևորեն։ Այսինքն, եթե եվրոպական տարբեր մայրաքաղաքներում օրինակ ցույցեր կազմակերպվեն, որ այս ում հետ եք համագործակցում, կոնկրետ բռնապետի հետ եք համագործակցում, եվրոպացիները, Եվրոպայի իշխանությունները ստիպված կլինեն ինչ-որ ձև հաշվի նստել։ Դրա փորձը մենք ունեցել ենք, մենք ժամանակին հայկական պետությունը նկատի ունեմ, ժամանակին այդ խավիարային դիվանագիտության բացահայտումով օրինակ զսպել էր եվրոպական շատ ծրագրեր Ադրբեջանի հետ եւ այլն։ Այսինքն Եվրոպան եւ դա նաեւ իմ անձնական փորձից է, որտեղ հաճախ լինելով, շփվելով եվրոպացի փորձագետների հետ, իրենք ասում են, գիտեք, մենք դա չենք լսում ստե։ Այդ որ ասում եք բռնապետություն, այդ դա ոչ միտեղ չի ազդում, չկա, եւ քանի դեռ դա չկա, իշխանությունները միշտ աչք են փակելու։ Այդ ինքնության ճգնաժամ, որ կա մեր հասարակությունում, որոշակի անտագոնիզմը, որոշակի այսպես ոչ մի բանով չզբաղվելու ցանկությունը, որ կա, հիմա դա օբյեկտիվ է, սուբյեկտիվ է, հարցի մյուս կողմն է եւ այլն, այդ դրա հայլային արտացոլում մի քանի անգամ ավելի շատ Սփյուռքում կա, որտեղ ժամանակին Սփյուռքի հատկապես ավանդական հատվածի համախմբման երկու կարևոր օրակարգ կար՝ Արցախ եւ ցեղասպանություն։ Ներքին քաղաքական օրակարգերը Հայաստանի երբեք այդքան բան չեն եղել, համախմբող դերակատարություն չեն ունեցել։ Հիմա չկա Արցախը, հարվածի տակ է դրվել ցեղասպանությունը, Սփյուռքում էլ այլևս այդ բանը չկա, այդ ցանկությունը չկա, անգամ ենթադրում եմ ասոցացվելու։ Սա պատերազմում պարտվելու, դավաճանված լինելու հետևանքներն են, որոնք այո, այսինքն ինչ մենք խոսում ենք դավաճանված, ջախջախված ժողովրդի մասին, ցավոք սրտի այս բառերը, բայց դա այդպես է։ Իր բոլոր հետևանքներով, հոգեբանական եւ այլն։ Ես չգիտեմ, քանի տարի է պետք այդ բաները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ ոչ 1, ոչ 2, ոչ էլ նույնիսկ 10 տարին բավական չեն։ Բայց ամեն դեպքում աշխատանք պետք է տանել։ Այսինքն, այո, ես համաձայն եմ, որ ժողովրդի մեծամասնությունը հավասարաչափ հիասթափված է բոլորից, եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից, բոլորի նույն արժեքնով է չափում եւ այլն, ու նաեւ հաճախ օբյեկտիվ պատճառներ ունի այդպես վարվելու համար, բայց դա չի նշանակում, որ ակտիվ մասը, էլիտան կամ քաղաքական առաջնորդները պետք է իրենք հետ տրվեն այդ դրամատրություններին։ Հակառակ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ինչ-որ ձև հաղթահարվի դա, ինչ-որ ձև ժողովրդի սուբյեկտայնությունը նորից ընդգծվի, ցուցադրվի եւ ժողովրդի ստացված քաղաքական պատկերը նորից պատվերը նորից գործոն դառնա ընդհանուր գործընթացների մեջ։
Մեկ այլ մտավախություն կա, պարոն Մելիքշանազյան, մինչև ընտրությունները, հա։ Օրինակ ես sense եմ պատկերացնում, եթե մենք գնում ենք հերթական սովորական ընտրությունների, ապա անդիմության համար այդ ընտրությունները ամենայն հավանականությամբ ավարտվելու են ջախջախիչ պարտությամբ։ Ինչու եմ ասում։ Եթե գնում ենք սովորական իրավիճակով, այսինքն եթե գնում ենք լրագրողները հարցնել, հանուն ինչի քվեարկեցիք, ժպտալով ասում, հանուն ավելի լավ Հայաստանի, այսինքն սովորական ընթացքը բերելու է ցածր մասնակցության ընտրությունների, որ մարդկանց մեծամասնությունը չի մասնակցելու, իսկ մենք գիտենք, որ իշխանության ձայները մշտապես ավելի համակարգված են, ավելի այսպես մոտիվացված են, ավելի պասիոնար են, իսկ ընդդիմության պարագայում դա այդպես չի, որտեղ նաև մի քանի ֆրոնտներով են գնալու։ Միգուցե ընդդիմությանը պետք է խորհուրդ տրվի, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ որ գործընթացներ սկսեն, որպեսզի հանրային ակտիվություն ստեղծվի դաշտում։ Հարցը համար, դեռ բառացիոն 3 եմ դրա մասին հոդված գրել եւ Ես պլագիատ չեմ արել, խոսք չեմ կարդացել։ Եվ նաև 2-3 օրը ինչ որ բանավեճի մեջ եմ տարբեր ընդդիմադիր գործընկերների հետ, դեռ երբ որ ասում են, այդ տեսեք, որ ընտրություններով հնարավոր է կամ հնարավոր չէ, չեմ ասում, որ հնարավոր չի ընտրություններով, բայց ինչպես որ իշխանությունն է նախապես պատրաստում իր հաղթանակը, նույնը պետք է անի ընդդիմությունը նախապես պատրաստի իր հաղթանակը, այսինքն շարժում ձևավորի, ալիք ստեղծի եւ այդ ալիքի վրա գալ եւ հաղթել ընտրություններում։ Որպես նման հնարավորություն տեսել եմ եւ շարունակում եմ տեսնել impeachment-ի գործընթացը, որը քաղաքական է, որը թույլ կտա ինչ որ մի օրակարգի շուրջ ընդդիմության ռեսուրսները կենտրոնացնել եւ փորձել այդ խնդիրը փորձել նաեւ ժողովրդին դուրս հանել փողոց այդ խնդրի լուծման նպատակով եւ ձևավորել այդ ալիքը, որը ի վերջո, եթե անգամ impeachment-ը չհաջողվի չհասնեն անել միջև ընտրություններ, բայց հանրության մեջ է տրամադրությունը ստեղծել, պետք է փոխել, պետք է դա պայքարել։ Դավիթ համբարձումյան տեսանք, իդեպ քաբանտարկյանների մեջ մոռացանք Դավիթի անունը նշել, համբարձումյան հարցը Դավիթի մեջ չէ, հարցը քաղաքական գործընթացի մեջ է։ Այսինքն իշխանությունը արագ կտրեց այդ հնարավորությունը։ Դա չի կտրել։ Դավիթը շարունակում է մնալ վարչապետի տեխնացու, հետո ինչ որ ինքը քաղաքբանտարկյալ է, նստած է եւ այլն։ Հարցը Դավիթը չէ, ինքը իմ կարծիքով նույնիսկ Դավիթը իր մաս դերակատարումը արդեն արել է, այսինքն ստանձնել է այդ պատասխանատվությունը, իդեպ լավ իմանալով, որ հետևանքը կարող է լինել ինչ որ եղավ։ Բայց այդ պատասխանատվությունը մարդը ստանձնել է, այնտեղ արդեն քաղաքական ուժերի գործն է, էլիտաների գործն է, կազմակերպչական գործն է եւ այլն։ Իսկ հակառակը քաղաքբանտարկյալ վարչապետի տեխնացուն ճիշտ աշխատանքի դեպքում կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան հրապարակում ելույթ ունեցող վարչապետի տեխնացու։ Ասենք impeachment-ը թեք հնարավորություններից մեկն է, հա, ֆիքսենք, չգիտեմ, այս պահին դուք կարծում եք իմ իմանալով միակն է։ Ես չգիտեմ այլ տարբերակ, որը քաղաքական կոնսոլիդացիա կբերի։ Հարցը վերաձևակերպեմ, հա, կամ լավ է թե չասեմ, այսինքն այս պահին դեռևս չկա նախադրյալ, որ այդ գործընթացը կերևա, կան կարծիքներ, ձայներ, խոսքեր եւ այլն, բայց գետի վրա այս պահին եկեք ընդունենք, որ աշխատանք չի տարվում ու ավելի այսինքն ավելի տրամաբանական է ակնկալել, որ առանց դրա են գնալու ընտրությունների։ Ունեմ մինչև այս պահը։ Ուրեմն այն ինչ որ դուք ներկայացրեցիք, չլինի մինչև ընտրություն մեծ ժողովրդական շարժում, չձևավորվի բողոքի մեծ ալիք, չլինի մեծ կոնսոլիդացիա ընտրություններում, մենք ունենալու ենք շատ ավելի վատ արդյունքներ, քան եղել են վաղ շաբաթում։ Դրան կարող է նպաստել նաև ընդդիմության այդ էշելոնացված գնալը։ Այստեղ էլ բան կա, որ ասում են պիտի հիմա միասին չեն կարող գնալ, բարձր որ մեկ միասնական ցուցակ չի կարող լինել, այնտեղ մարդիկ կան, որ այդ անհամատեղեր են, այսն եւ այլն, բայց այ որ մի քանի բաներով գնանք, այսպես շարասյուններով, մի քանի շարասյուններով գնանք, կարող է բոլորը այդ 5%-ները կամ չգիտեմ, քանի տոկոսա, 4%-ա, 7%-ա նայած վիճակի հաղթահարեն եւ այդպես վերջում միանան իրար։ Էս էլ ինչ բանա տպավորություն կարող է ստեղծի, որ արդյոք այդ հսկայական մենյուի մեջ պայմանագրացած ժողովուրդը չի խճճվելու։ Խճճվելու է։ Ժողովուրդը միևնույն է գնալու է մեկ ճանապարհով, որ իր համար ֆիքսելու է չարուն եւ բարուն եւ ընտրությունը այդ երկուսի մեջ է կատարելու։ Մնացածը, եթե շատ ակնհայտ այլընտրանք չլինեն, հա, մնացածը դառնալու են ձայն փոշիացնող ընդամենը, որը միշտ հոգոտ իշխանության է աշխատում։ Իսկ չեն հաղթահարելու բարիերը կամ մնալու են բարիերը։ Այո, չեն հաղթահարելու, որտեղ նորից եմ ասում, ձևավորվելու են երկու հիմնական ուժային կենտրոնները։ Լավ, կարող է հաղթահարեն, բայց այնքան ցածր տոկոսով, որը բավական չի լինելու, որտեղ ի սկզբանե, եկեք դա արդեն քաղաքական աքսիոմ է։ Իշխանությունը միշտ հավակնում է առնվազն կեսին ձայների։ Այսինքն ընդդիմությունը պայքարելու է մյուս կեսի համար, եւ այդ մյուս կեսից քանի տոկոս է կորցրվի, փոշիացվի, դա լինելու է հոգոտ իշխանության։ Հասկացա։ Միանշանակ։
Մեկ այլ հանգամանք, որ կուզեի զրուցեին կամ պայման, ես սա միշտ իմ հյուրերին հարցնում եմ, փորձում եմ հասկանալ, ռացիոնալիզմ եմ ուզում հասկանալ։ Տեսեք, դիմաց ընտրությունները, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը այսօր կարողացել է ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսի շուրջը ձևավորել, ունի արևմտյան աջակցություն, ունի օդում կախված լուրերի համաձայն ադրբեջանա-թուրքական աջակցություն, ունի գործարարների աջակցությունը, հիմա լավորից թե վատորից դա հարցի մյուս կողմն է, այսինքն ինքը համակարգ է, իշխանական, համակարգ է, ծանր, այսպես ադմինիստրատիվ եւ այլն եւ այլն։ Բայց դա հետ միասին այո, ինքը ունի սոցհարցումների սարսափելի ռեյտինգի կորուստ, հաշվի առնելով հայտնի եւ ոչ այնքան հաճելի հանգամանքները, որ տեղի ունեցան Հայաստանում, ու ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցու թեման իր համար ռեյտինգային թեմա չի, այսինքն սա այն թեման չի, որի թևերի վրա ինքը կարողանա փորձել գնալ եւ հասնել ընտրությունների, բայց նա համառորեն շարունակում է այդ գործընթացը կատարել, քթի տակ ունենալով ընտրական process-ներ։ Դուք ձեր համար ռացիոնալ բացատրություն գտել եք։ Շատ տրամաբանական է ինքը գործում։ Ինքը մեկ խնդիր է լուծում, այսինքն ամեն ինչ անե, որպեսզի լինի մաքսիմալ հիասթափություն։ Նիկոլ Փաշինյանին այսօր պետք չի քաղաքականապես ակտիվ մոտիվացված հասարակություն, նրան պետք է նեյտրալ, բարոյազրկված, ամեն ինչից հիասթափված եւ ամեն ինչի վրա թքած հասարակություն։ Եկեղեցու դեմ աշխատանքում նա վեհապար հայրապետին փոխելու խնդիր չի լուծում։ Նա փորձում է գտնել կեղտ ինչ-որ բան, որոնցից մարդիկ կհիասթափվեն, թող ասի դե տեսեք, էդ էր ձեր բանակը, սա ինչ-որ տուշոն կաուտոներ էին, էսա ձեր եկեղեցին, հոգևորականները չգիտեմ։ Բոլորին ոչնչացնելով մեջը լավագույնը Երևանը, հա։ Ինքը լավագույնը Երևալու ինքը խնդիր ունի այլընտրանք, որպեսզի մարդիկ այլընտրանք չտեսնեն, ոչ միտեղ չտեսնեն։ Պարզապես հիասթափվեն։ Փաշինյանին պետք է որ ընտրություններին մասնակցի այնքան մարդ, որքանը բավական կլինի զուտ ընտրությունների կայացած համարելու համար։ Դեռ իր վարչական ռեսուրսով, այո, կազմակերպված իշխանական զանգվածին ընտրության բերելը միշտ հեշտ է։ Դա ընդհանրապես ասում են սոցիոլոգիա կա, որ եթե անգամ ասենք հանում ենք հայ անազգանունը, բերում ենք պայմանական, չգիտեմ, Հայաստանը օկուպացվել, ասենք ճապոնացիների կողմից, ճապոնացու, ասենք, անազգանունը, եթե ինքը դառնում է երկրի ղեկավար, ինքը արդեն պլյուս, չգիտեմ, չէ, 30 չէ, բայց մի 10% հնարավորություն ունի։ Այսինքն, տեսեք, ինքը ոչ թե հիմա եկեղեցու դեմ է կռվում, այլ կռվում է ժողովրդի այն արժեքների դեմ, որոնք դեռ կարող են ժողովրդին ինչ-որ բանի շուրջ համախմբել։ Մոտիվացիաների դեմ է կռվում։ Այդքան բան, իրեն պետք չի, որ շատ հետաքրքիր չի, թե Մայրա Թորոմով է նստած, Կամով է կուսակրոնով ոչ։ Այդ ամեն ինչը իր համար շատ երկրորդական է, շատ երրորդական։ Իր համար կարևորը մի բան է, որ մարդիկ ասեն դե լավ, էս սաղ էլ նույնն են, սաղ փչացած են, ոչ մի տեղ բան չկա եւ այլն, ու այդ ժամանակ, այսինքն այլ ընտրության հարց չկա, այդ ժամանակ արդեն մարդիկ թքածել ունեն, թե ով է շարունակում լինել իշխանություն։ Ավերակած վրա թակավորի սինդրոմն է աշխատում։ Իսկ զուգահեռ այդ բանը եկեղեցու դեմ արշավը եւ այլն ինքը կարողանում է ծախել իր դրսի գործընկերներին, որպես տեսեք, թե ես առաջադեմ եմ մարդկանց պատմական բաներից կտրում եմ, չգիտեմ, այսինքն այն բաները, որոնք ականջահաճո են արդեն դրսի գործընկերներին, դա էլ այսպես ասած լրացուցիչ պրոֆիտ է, որ ինքը ունի բոնուս ստանում, այո, այդքան բան։ Բայց հիմնական նպատակը նորից եմ ասում, ժողովրդի մեջքը կոտրելն է։ Եվ ես դրա մասին իդեպ վաղուց էի խոսում, եթե մենք ուշադրություն դարձնենք Բագրատ Սրբազան եւ 18 արդարների գործով ձերբակալված մարդկանց անձանց, ու կտեսնեք, որ այդ մեխանիզմը ժամանակ է։ Հոգեվորական բարձրաստիճան, ոչ այդքան բարձրաստիճան հոգեվորական, զինվորական, զոհվածի ծնող, Արցախի падգամավոր, այսինքն բոլոր այն արժեքները, որոնք մեր հանրությունը իրենք ծաղկաքաղ են արել Սրբազան պայքարի մեջ, ամեն մեկից մի հատ մեկ կամ երկու հոգու ընտրել են, ու սկսել են մարդկանց մեջքը կոտրել։ Տեսան, որ ինչ որտեղ աշխատում է մեխանիզմը, մի քայլ ավելին գնացին դեպի եկեղեցի ընդհանրապես արշավ սկսեցին։ Միքայել Սրբազանին կանոնավորեցին, հետո Մկրտիչ Սրբազանին։ Այո, ու նաև բոլոր այս հայտնի զարգացումները, որ հիմա են տեղի ունենում։ Հրանտ կոնկրետ եկեղեցու հետ կապված հարցը հետևյալն է։ Ես ինչքան որ տեսնում եմ, հասկանում եմ, որ Մայրաթորում այս ամեն ինչի դեմ որպես հակակայլ որևիցե ծրագիր չկա։ Կամ եթե լռությունը ծրագիր է, կամ չգիտեմ, ոչինչ չանելը ծրագիր է, միգուցե դա է ծրագիրը։
Մենք այս հարցում որովհետև ցանկացած ազդեցություն բերում է վերջի վերջո հակազդեցությանը։ Մենք այս հարցում դեռևս հակազդեցություն չենք տեսնում։ Պիտի հակազդեցություն ակնկալենք առաջին հերթին մայրաթորից եւ մենք, ասենք իբրև հավատացյալ հոտ, հա, հետևենք մայրաթորի ասածին, պիտի քաղաքական էլիտաներից ակնկալիք ունենանք, որոնք արդեն հաջողությամբ ձախողել են վերջին 5-6 տարվա պայքարը, ումից պետք է ակնկալիք ունենանք։ Դժվար հարց եք տալիս։ Ես բարբերաբար առաջարկով եմ հանդես գալիս, որ եւ համոզված եմ, որ դա է լուծումը, որ վեհապար հայրապետը, մեր նախկին նախագահները, ընդդիմադիր մեծ կուսակցության ղեկավարները, լրատվամիջոցների ղեկավարները ազդեցություն ունեցող այլ մտավորականներ ինչ որ մեկի նախաձեռնությամբ, այս դեպքում շատ տրամաբանական է, որ ամենայն հայոց հայրապետի նախաձեռնությամբ պետք է հավաքվեն եւ միասնական ծրագիր քննարկեն։ Բայց երբ որ այս առաջարկը հնչեցնում ես, իմ կողմից շատ հարգելի եւ սիրելի հոգեվորականներ ասում են, դե գիտեք, մենք 1700 տարվա փորձ ունենք, մենք այս ձևով ենք առաջնորդվում։ Բայց 1700 տարվա փորձը արտաքին միջամտության դեմ որպես կանոններ է, ոչ թե նաեւ ներքին, բայց ամեն դեպքում գիտեք եւ որ ասում են, որ դե 1700 տարի ինստիտուտը կանգուն է եղել, հիմա ոնց կգանգնենք, դե 1000 ներողություն, բայց 2000 տարի էլ Արցախն է հայկական եղել։ Բա հիմա ոնց եղավ։ Անկեղծ եմ ասում, եկեղեցու այս վարքագիծը, այս մարտավարությունը եւ այլն ինձ համար ոչ հասկանալի է, ոչ ընդունելի։ Բայց այն որ ասում այնքան են գլխից տվել իրենց քարոզները, որ Շնորհակալ եմ շատ։ Հրավերություն տալու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շանազարյանը։ Մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։